Նախ ընտրությունների արդյունքների հետ կապված վերջնական արդեն ԿՀ-ն րոպեներ առաջ հրապարակեց, ընդունելի են ձեզ համար եւ ինչ եք արձանագրում հասարակ ընտրությունների բուն իրականության հետ կապված։ Ընդունելի չեն կարող լինել, որովհետեւ ընտրությունները տեղի են ունեցել ոչ ազատ, ոչ արդար, ոչ էլ թափանցիկ պայմաններում։ Դա ակնհայտ է եւ դրա համար կան բազմաթիվ փաստեր եւ հիմքեր, որոնք ներկայացված են կենտրոնական ընտրական հանձնաժողովում, եւ այդ ապօրինությունները շատ կոնկրետ ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Դրան ավելացել է նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաջորդ խայտառակությունը, որը անվավեր ճանաչեց տեղամասերը եւ չնայած դեռ քննարկվում է հարցը, բայց վերաքվեարկություն չի նշանակել, որը օրենքով պարտավորված էր։ Շատ հստակ է օրենքով ամրագրված, եթե որևէ տեղամասի արդյունք ազդեցություն է ունենում ընդհանուր ընտրությունների արդյունքի վրա, այդ տեղամասերում պարտավոր են նշանակել վերաքվեարկություն։ Խայտառակ ապօրինություն է տեղի ունենում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկու որոշում ունի, դեռ վերջնական չի, դրա համար վերջնական գնահատականը չեմ տալի, չնայած արդեն մի շարք ապօրինություններ արել է, կամ ծառայի ես ոհմակին, ռեժիմին եւ նրա ապօրինություններին, կամ խելքը գլուխը հավաքի, առաջնորդվի օրենքի եւ սահմանադրության ճանապարհով։ Տեսնենք ինչ ճանապարհ կընտրի, չնայած ասեմ, որ հաշվի առնելով այս ամեն ինչը բավականին այսինքն հույսեր ունենալ այս կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ այդքան էլ իրատեսական չի։ ԿՊՀ-ականների, այդ թվում իրենց առաջնորդի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ավելի գնալով դրանք ավելի կոշտ կառույցների վերածվում, այսօր էլ Նիկոլ Փաշինյանը կարճ տեսանյութով տեղեկացրեց, որ Թավիշի վերջը եւ ասում է, որ հատկապես նաեւ ձեր ղեկավարացուցիչ ղեկավարությունում ասում են հացին տակա են ասելու։ Եթե ինքը մնա իշխանության, ժողովուրդն է հացին կակա ասելու, այսինքն այս մարդու աբիժնիկությունը, չարությունը, ասում է Հայաստանի քաղաքական օրակարգը դա է։ Թող ասի Հաջիևի հետ ինչ է խոսել, Թաքուն Իջևանում հանդիպե ինչ է պայմանավորվել, թող ասի մեր երկրի անվտանգային հարցերը ոնց է լուծելու, թող ասի այս տնտեսությունը, որ փլուզում է ու երկիրը կանգնեցնում նոր ծանր մարտահրավերի առջև, այս հարցերը ոնց է լուծելու, այս է Հայաստանի քաղաքական օրակարգը, այլ ոչ թե այդ իր խուժանությունները, երբ որ փորձում է մարդկանց մոտ ատելություն գեներացնելով, այս մարդու էությունը, այս մարդու հետագիծը ու փորձում է երկիրը այս վիճակից ավելի ընկղմվելու այս վիճակի մեջ ու սրա լուծման հեռանկարները առանց իր հեռացման գնալով խորանալու են եւ սա է իրականությունը։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ արդյոք ընդդիմության ձայները լեգիտիմ չեն, բան ինքը շատ ծանր է տանում։ Ծանր է տանում, որովհետև 550,000 առնվազն քվ ամրագրվել է ընդդիմության քվեարկող, ու սա ծանր է տանում, փորձում է մարդկանց վիավորով ներկայացնի, թե սա տեղի ունեցել ընտրակաշառքի պայմաններում, բայց ակնհայտ է, իսկ իր քվեները ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը, չնայած աշխարհաքաղաքական նման աջակցությանը, չնայած համատարած կեղծիքներին, բռնություններին, պետական վարչական ապարատի գործադրմանը, միևնույն է ինքը 50+ չի կարողացել ունենալ։ Այս է ինքը ծանր տանում, դրա համար այս իր վայնասյուները ու այս հիստերիկ շարժումները։